Տրանսպորտում հաճախ հնչող այս ձայնը այսուհետ ոչ միայն հաստատելու է ձեր վճարումը, այլև ուղիղ ազդեցություն է ունենալու վարորդների աշխատավարձի վրա։ Երևանի տրանսպորտային համակարգն այս օրերին կրկին քննարկումների կիզակետում է։ Մի կողմից քաղաքային իշխանությունները հայտնում են ուղևորահոսքի աճի եւ նոր շարժակազմի մասին, մյուս կողմից վարորդներին ներկայացվում են նոր պահանջներ եւ նույնիսկ ֆինանսական սպառնալիքներ։ Թեմա համար մեկի այս թողարկմանը կփորձենք հասկանալ, ինչ է փոխվել Երևանի տրանսպորտային համակարգում եւ ինչու է վարորդի աշխատավարձը կապվում ուղևորցի հավաքագրման հետ։ Ապրիլի 6-ի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ ուղևորցի հավաքագրման գործում վարորդներին ներգրավելուն։ Վարորդների հավաքագրման process-ին ներգրավվածության բացակայությունը անընդունելի է։ Հավաքագրումից, պարոն Կիրակոսյան, նաև կախված է արտաժամյայի վճարումները։ Ուզում եմ սա շատ հստակ եւ ուղիղ եթերով ասել, որովհետեւ չի կարող լինել մի իրավիճակ, երբ որ մենք մեր բոլոր աշխատակիցներին, մեր բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամաններով եւ իրանք որևէ կերպ որևէ process-ին չեն մասնակցում, մասնավորապես հավաքագրման process-ին չեն աջակցում։ Քաղաքապետը հանձնարարեց հաջորդ նիստին ներկայացնել այս տարվա ծախսերի ֆինանսական հաշվարկները եւ հստակեցնել հավելյալ միջոցների անհրաժեշտության պատճառները։ Քաղաքապետի հայտարարության հաջորդ օրն իսկ ավտոբուսների վարորդները, որ մինչ այդ անտեսում էին չվճարող ուղևորներին, սկսեցին պահանջել վճարել կամ փակել հետևի դռները, թույլ չտալով առանց վճարելու դուրս գալ։ Քարտը տալիս եք, քարտը իրատեղը փոքր շելեյթը, ոչ է դուար ախպեր, իրամար բիզնեսը սրտաս տալիս եք քարտը, արի մուտի ախպեր իրատեղը, Սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութեր ու գրառումներ են տարածվում այս պատճառով տրանսպորտում վարորդի ու ուղևորների միջև վեճերի մասին։ Վարորդի հետ վիճողը հսկիչի հետ էլ կվիճի։ 100 դրամի ժամանակ բոլորն էլ վճարում էին, չնչին բացառություններով։ Ուղղակի մի բան է հետաքրքիր, այսքան ներվայնացած ու հունից դուրս եկած խեղճ վարորդները ինչպես պետք է այսքան ժողովրդի կյանքի պատասխանատվության տակ մտած վարեն ավտոբուսը։ Մեկը Տավինյանին ասեք, որ իր էփած շփոթի պատճառով աշխատանքից ուշանում եմ։ Վարորդը ամեն կանգառում կանգնում է ու առաջ չի գնում, մինչև ուղևորցը չստանան։ Հիմա էլ վարորդներին են ազգի դեմ հանում։ Մինչ քաղաքապետարանը ուղևորցի հավաքագրման արդյունավետությունը բարձրացնելու ուղիներ է փնտրում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ վավերացումների, այսինքն վճարող ուղևորների թիվն աճել է։ 2026 թվականի մարտին 2025-ի համեմատ վավերացումների թիվն ավելացել է 150 հազարով կամ մոտ 1,5%-ով։ Միայն նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում գրանցվել է ավելի քան 2,3 միլիոն վավերացում։ Առյուծի բաժինը հասնում է ավտոբուսներին՝ մոտ 1,7 միլիոն, այնուհետև մետրոպոլիտենին՝ կես միլիոնից ավելի և տրոլեյբուսներին՝ մոտ 81 հազար վավերացում։ Երբ 2025-ի սկզբին Երևանն անցում կատարեց հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի, քաղաքապետարանից շեշտում էին, որ տոմսը չի թանկացել դառնալով 150 դրամ։ Նրանք ասում էին, որ եթե ուղևորները գնեն փաթեթ, գուցե մեկ ուղևորության արժեքը 100 դրամից քիչ լինի։ Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն ՓԲ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը նշում է, ուղևորների մեծ մասը հիմա էլ նախընտրում է ամեն անգամ 150 դրամ վճարել ու մեկանգամյա տոմս գնել։ Մարդիկ ավելի շատ մեկանգամյայից են օգտվում, նույնիսկ կարող եմ ասել մարտ ամսվա ընթացքում 63%-ը մեկանգամյա 180 դրամանով տոմս է կբերել։ 2025 թվականի օգոստոսից Երևանի քաղաքապետարանը ստուգայցեր սկսեց ավտոբուսներում։ Երևանցիները ընդհանուր առմամբ գերակշիռ մեծամասնությունը շատ պատասխանատու է վերաբերում տրանսպորտային վճարումներին եւ վավերականացմանը, բայց նաև ունենք քաղաքացիներ, ովքեր որ մտածում են միգուցե որ եկել է, այսպես ասած, անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը, հարգելի քաղաքացիներ, այդ ժամանակը ավարտվում է։ Մեծ մասը վճարում է, բայց քաղաքապետի նշած անվճար երթևեկողների թիվն էլ քիչ չէ։ Հարգելի քաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունից ենք, ուղղետոմսերի հետ կապված հսկողություն ենք իրականացնում։ 2026 թվականի առաջին եռամսյակում 1333 խախտում է արձանագրվել։ 1087 ուղևոր երթևեկել է առանց տոմսի, 205-ը տոմս ունեցել է, բայց չի վավերացրել, 41-ն էլ օգտվել է այլ անձի արտոնությունից։ Վճարելիս հաճախ տեխնիկական խնդիրներ են առաջանում։ Անգամ փաթեթ ունենալու դեպքում վճարումը մերժվում է։
Բանկային քարտով էլ վճարելիս թեև մի քանի անգամ մերժվում է, բայց նույնքան անգամ գումար է գանձվում հաշվեհամարից։ Որևէ գլոբալ խնդրեմ չկա։ Կան կետային խնդիրներ, որը աշխարհի բոլոր նման խոշոր համակարգերում նկատվում են, ու դա այդ խնդիրների ծավալը, եթե 1%-ից ցածր է, դա նորմայի մեջ է։ Չնայած այս պնդմանը, տուգանքների մի մասը բեկանվում է քաղաքացիների դիմումների հիման վրա, եթե պարզվում է, որ տեխնիկական խնդիր է եղել։ Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի հաղորդմամբ, այս պահին մոտ 50 հսկիչ ամենօրյա ռեժիմով ստուգայցեր է իրականացնում։ Այնուամենայնիվ համակարգը ունի բացեր, որը քաղաքապետարանը փորձում է վերացնել վերահսկողության խստացմամբ։ Քաղաքային իշխանությունն ասում է, գլխավոր նպատակը հանրային տրանսպորտն ավելի հարմարավետ դարձնելն է, քան սեփական մեքենան։ Եթե օրինակ մեկ ավտոմեքենան 1 կամ 2 մարդ է տեղափոխում, մեր մեկ ավտոբուսը 60-ից 80։ Եվ ստացվում է, որ մեկ ավտոբուսը կարող է 60 ավտոմեքենա փոխարինել։ Մայրաքաղաքի մի քանի փողոցներում ավտոբուսների համար երթևեկելի հատվածներ են առանձնացվել։ Այս շաբաթ կառավարության նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւս մեկ անգամ ընդգծեց. հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետը Երևանում տեղաշարժվելու համար։ Երևան քաղաքում պետք է գերակայի հանրային տրանսպորտը պետք է ունենա առանձնացված գծեր, հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետ միջոցը քաղաքով տեղաշարժվելու համար։ 2025 թվականի սկզբին քաղաքապետարանը հայտարարեց, որ ձեռք է բերելու 45 տրոլեյբուս։ Ամիսներ անց քաղաքապետի մամուլի խոսնակն ասաց, որ ուղևորների թերհավաքագրումների պատճառով գումար չկա, չեն կարող գնել։ Տարեվերջին տրոլեյբուսներն ամեն դեպքում գնվեցին։ 2025 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց տրանսպորտային ոլորտի բյուջետային վերաբաշխումների մանրամասները։ Խոսքը Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար նախատեսված 9.6 միլիարդ դրամի մասին է։ Ըստ քաղաքապետի, քանի որ մետրոյի նախագիծը փորձաքննության փուլում է, այդ միջոցների մի զգալի մասն ուղղվել է նոր տրոլեյբուսների ձեռքբերմանը։ Որտեղ են ուղղվել այդ գումարները։ Ավետիսյան, քանի որ տրանսպորտային ոլորտի զարգացման համար գումարներ էին, այդ գումարների մի մասը էական ուղղվել է մեր 45 տրոլեյբուսների գնման համար, եւ մենք ստացել ենք 45 տրոլեյբուսների գնման գումարը, այսինքն նույն ուղղությամբ է գնացել, նույն ասելով ոլորտային նույն ուղղությամբ է գնացել, եւ մենք հաջորդ տարի արդեն ապրիլին, մայիսին ունենալու են 45 նոր 12 մետրանոց տրոլեյբուսներ Երևան քաղաքում։ Կառավարության նիստի ընթացքում էլ քաղաքապետն ասաց, որ տրոլեյբուսները կուշանան։ 45 տրոլեյբուսները, որոնք որ ձեր հանձնարարականով եւ կառավարության ֆինանսավորմամբ Երևան քաղաքը ստանում է, մի փոքր ուշանալու են կապված Իրանում իրավիճակի հետ, բայց մայիսի կեսերին 45 տրոլեյբուսները կհասնեն Երևան։ Մինչ տրոլեյբուսները պատրաստվում են մտնել երթուղի, վարորդներն ու ուղևորները սովորում են նոր կանոններին։ Մեկ ամիս անց պարզ կդառնա, արդյոք վարորդների արտաժամը չվճարելու սպառնալիքը կբարձրացնի հավաքագրման մակարդակը, թե խնդիրը ոչ թե վարորդների կամքի, այլ համակարգի տեխնիկական եւ հաշվարկման սխալների մեջ է։ Թեմա համար 1-ի հաղորդումները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, հետևեք մեզ նաև սոցցանցերում։ Եվ եթե կարևորում եք մեր աշխատանքը, միացեք մեր Patreon-ին, ամսական վճարելով սկսած ընդամենը $2-ից։